որ շատ մտքեր կայծկլտում են մեր գլխում Քայլ առ քայլ ենք որոնում հրաշքներ բացահայտում Զումի շոու Զումի միթե կա աշխարհում ավելի համեղ բան, քան մրգերը, ինձ համար հաստատ չկա Ճիշտ ես Սոֆի, բայց մի մոռացիր, բանջարեղենները նույնպես համեղ են ու շատ օգտակար Իսկ ինչով են տարբերվում մրգերն ու բանջարեղենները Օ, դա հրաշալի հարց է, իսկ պատասխանը նման է գաղտնի կոդի Եթե հիշես այս պարզ կանոնները, միշտ կիմանաս քո առջև միրգ է թե բանջարեղեն Կանոն համար 1 Բոլոր մրգերն իրենց մեջ ունեն կորիզ կամ սերմեր Կանոն համար 2 Դրանք միշտ աճում են այն բույսերից, որոնք նախապես ծաղիկներ են ունեցել Սերմեր և ծաղիկներ, հասկացա, հիմա հաստատ կհիշեմ Իսկ բանջարեղեններն այլ են, դրանք ասես բույսի մարմնի մասեր լինեն Քանի որ բույսի արմատներն են, ցողունները կամ տերևները Ահա օրինակ, այս գազարը Այն բանջարեղեն է, որովհետև արմատ է, գտնվում է խորը հողի մեջ Իսկ լոլիկը, այն աճում է բույսի վրա, իսկ ներսում փոքրիկ սերմեր ունի Ահա, դու նկատեցիր, լոլիկը ունի սերմեր և առաջացել է ծաղկից Այնպես որ գիտականորեն լոլիկը միրգ է Իսկ ելակը Այն ամբողջությամբ պատված է սերմերով և առաջանում է գեղեցիկ սպիտակ ծաղկից Ուրեմն դա էլ է միրգ Լիովին ճիշտ ես Պատրաստ ես հարցերի արդեն առանց իմ օգնության Պատրաստ եմ Սկսեցինք Ձմերուկը միրգ է թե բանջարեղեն Վայ, ինչ հսկայական է Բայց սպասիր Այն լիքն է մեծ սև սերմերով Ուրեմն սա միրգ է Ճիշտ ես Սպանախը Օ, սա հեշտ է Տերևներ են Ուրեմն սա բանջարեղեն է Հրաշալի է Պղպեղը Պղպեղը մանր կորիզներ, այսինքն սերմեր ունի Ստացվում է, որ միրգ է Ճիշտ ես Կարտոֆիլի հերթն է Գտնվում է գետնի տակ, ինչպես գազարը Սերմեր չկան, ուրեմն բանջարեղեն է Ապրես, ահա և ավոկադոն Օհ, ես հենց նոր հասկացա, որ ավոկադոն էլ է միրգ Այն շատ մեծ կորիզ ունի Դե իսկ հիմա սմբուկը Սմբուկը ուղղակի չի կարող միրգ լինել Հաստատ բանջարեղեն է Այստեղ սխալվեցիր Հապա նրա սերմերին նայիր Որքան էլ տարօրինակ է թվում, բայց այն նույնպես միրգ է Եվ վերջապես վարունգը Ես տեսնում եմ փոքրիկ սերմեր Ուրեմն իրականում վարունգը միրգ է Բինգո, խելացի աղջիկ Հիշիր, եթե այն ունի սերմեր, ուրեմն միրգ է Նույնիսկ եթե քաղցր չէ Ով է քաղցած Ես, արի գնանք ու գտնենք էլի մի քանի սերմ ունեցող մրգեր